Բարի լույս իմ թանկագին բաժանորդներ ջան, բարի հաճելի, ուրախ, խաղաղ և օրհնված օր եմ մաղթում բոլորիդ, թող այսօր կատարվեն բոլորիդ նպատակները սիրելիներս, տեսեք ինչ գեղեցիկ ծաղկել է այս գեղեցիկ ծաղիկը, նուրբ վարդագույն գույնով, շատ գեղեցիկ ծաղիկներ են, միասին ենք տնկել հարսիս հետ, հիշում եք սիրելիներս, տեսեք ոնց է փարթամածել, բոլորը կոկոմ և ծաղկած են, իսկ հիմա գնանք Հայատ, կոֆե դնենք, միասին խմենք։ Սիրելի հետևորդներ ջան, կոֆեն դրեցի, ձեզ համար էլ եմ դրել, համեցեք, կկին Մարինե ինձ բակ, պարտեզ, նստենք միասին, կոֆե խմենք։ Այստեղ է, շատ խիստ չդատեք, մի ժամ առաջ կոֆե եմ դրել, սիրելիներս, մի քիչ էլ հարսիս որդուս հետ զրուցեցի, տեսա կոֆե գազը ապականել է, ոչինչ, հիմա որ ես խմենք, արդեն կլվանամ, կմաքրեմ։ Սիրելիներս, ես լավ եմ, հույսով եմ, որ դուք էլ եք լավ և ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Բարևի Նորիկ ջան, մեր հետևորդները արդեն քեզ է գիտեն։ Բարև ձեզ հարգելի մեր հետևորդներ։ Համեցեք կոֆե խմելու։ Համեցեք։ Հույսով եմ, որ դուք էլ եք լավ և միշտ լավ եղեք, առողջ եղեք, օրհնված եղեք, սիրելիներս, ովքեր էլ մեզ հետ միասին տնկում են սացիլներ, ցանում են սերմեր, ուրախությունով լինի, առողջ լինեք, որ վայելեք ձեր ցանածը, մեկը 1000 լինի, սիրելիներս, խաղաղություն լինի երկրին, մեր զինվորները խաղաղ ծառայեն, վերադառնան իրենց տները։ Դրսում կոֆե խմելը մի ուրիշ Հրաշքություն է, մի այլ կարգի համով է։ Շատ համեղ է։ Ինչ կհասցնեն այսօր կտնկեն, որովհետև համ ցուրտ է, համ էլ գործից հետո է, ով է ընկել մեր հետևը, ոչ մեկը։ Հանգիստ, սիրուն, մեր համար ասել, խոսելով, ինչու՞ չէ նաև ձեզ հետ ասել, խոսելով, ուրախանալով։ Այդ գործը հանգիստ է սիրում, այո։ Մենք ուրախ ենք, ցանկանում ենք բոլորիդ ուրախություն, երջանկություն, ժպիտ, միշտ ժպտացեք, իմ բարի թանկագին հետևորդներ ջան։ Հիմա կոֆեն խմենք, տեսնենք շարունակությունը։ Այսօր անենք մանիկ, նոր մի անգամ ծրկոտով հա, ուզում եք անեք, բայց դե այսօր ցուրտ է, ծածկեք, հլը տեսեք, նայեք, չմրսեք, խոնավ է, հողը խոնավ է։ Չէ, գոնե երկու հատ բիբարը անենք, որ երկու հատ վաղ եկեքատ անենք, վաղ բիբար բաժանապրծենք, որ շաբաթ կիրակե կանաչիները։ Հա, թող հողը տաքանա։ Մի շաբաթ արդեն լրիվ լավ եղանակ է լինելու։ Կարևորը որ վարեց, կարևորը որ պետք է տնկենք, սիրելիներս, ամենադժվար աշխատատար գործը, որ արդեն հերթականությամբ փորում ես, տնկում ես, արդեն երկրորդ փուլում է, որ պետք է քախանես, խոտերը հանես, դա արդեն հեշտ է։ Իսկ ամենա այդ ցանելու պրոցեսն է երկար տևում, դժվար է թվում։ Հեսած շուտով ծաղկանոցս էլ արդեն սացիլ են պրծնեն բոլոր սացիլները, այս մասը ծաղկանոցս էլ արդեն կփորեն, որդիս կփորե, այստեղ չի վարել, մի փոքր երկարությամբ իզով, կիսուրս ասում էր իզով փորի, իզով արդեն բան կանենք, ծաղիկների տեղ է կսարքի։ Ահա, կոֆեն խմեցի, վերջացրեցի, գնամ ձեզ համար նկարեմ, սիրելիներս, հետո տեսնենք որտեղ ենք հանդիպելու։ Սիրելի հետևորդներ ջան, վերջապես մեր հողը վարվեց, որի համար շատ ուրախ ենք։ Տղաս մարգը հանել է, պատրաստել է, հիմա
արդեն ուզում են քաղցր բիբարները սացիլեն չափսով 2 բիբարի մեջտեղը լինելու է 25 սանտիմետր, իսկ իրարից հեռու 30։ Հիմա 25 սանտիմետրով չափելով հարսս գնում է, որդիս էլ փոսերն է փորում, որ տնկեն։ Շատ մեծ մարկ հարկավոր չի, 2 շարքով ենք տնկելու, որովհետև սիրելիներս քախանելուն էլ հարմար լինի, լայն մարգերը չես կարողանում կանգնես քախանես, 2 շարքից շատ լավ է։ Հողը փխուր է, տարեց տարի, որ միշտ վարում ենք, հետո փորում են, արդեն ավելի տարեց տարի փխրանում է հողը։ Փոսերը փորեցին, վերջացրեցին, հիմա մոխիրն են լցնում։ Մի բռունցք, բավական է սիրելիներս, մեր բռունցքը հերիք է ամեն մի բույսին։ Մոխիրն են լցնեն, նոր կջրեն։ Ուրախությունով ցանենք, ովքեր էլ մեզ հետ ցանում են, սացիլում են, տնկում են, սիրելիներս, ուրախությունով ցանենք, մեկը ցանենք, 1000-ը վերցնենք եւ առողջ լինենք, որ մեր ցանածը, մեր տնկածը վայելենք։ Հիմա մոխիրը լցնի, պրծնի, նոր արդեն ջուրը կլցնի։ Մոխիրից հետո սիրելի հետևորդներ ջան, փոսերի մեջ ջուր է լցնում։ Ոնց որ լոլիկները տնկեցին, կնենց էլ նույնն է, էլի բիբարը, բադրջանը նույն ձևի։ Սիրելի հետևորդներ ջան, 2 մարգը քաղցր բիբարները ծածկեցին, հիմա այս 2 մարգն են տնկում, կծու և դեղին ծիծակները, նորից նույն ձևի փոս են արել, մեջը մոխիր, հետո ջուր, հիմա մոխիրից հետո ջուրն են լցնում, հերթով մինչև հասնի վերջի փոսը, արդեն այս սկզբի լցրած ջուրը իրա մեջ ներկծծվի, որ կսկսի արդեն բիբարները սացիլել։ Սիրելիներս, ես էլ անցնեմ ընթրիք պատրաստելուն, դրսում էլ պատրաստելու եմ ձեզ հետ միասին, պատրաստում եմ կարտոֆիլի ժարիտ և ձկան ժարիտ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն դրեցի տապակվելու ձուկը, նախապես լվացել էի, աղեցի, լավ ջրզքանվել էր, հիմա ալյուրի մեջ շաղաղել եմ, թաթախել եմ ալյուրի մեջ, դրել եմ դաղվող բուսայուղի մեջ, հիմա էլ բերանը ծածկեմ, թող կարմրի։ Այսեն ձուկը լցրել եմ ալյուրով պակետի մեջ, սիրելիներս, ավելի մաքուր և հեշտ է լինում։ Պակետից կվերցնեմ, կդնեմ արդեն տապակը։ Սա էլ մեր ընթրիքի սեղանը, սիրելիներս, բոլորիդ հրավիրում եմ ընթրիքի, համեցեք մեծ սիրով, բոլորիդ էլ կընդունենք։ Կարտոֆիլը դեռ չէր եփել, մի փոքր կարմրի կարտոֆիլներ արդեն կդնենք սեղանին և կնստենք ընթրիքի, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում։ Կարտոֆիլն էլ արդեն պատրաստ է, սիրելիներս, բերեցինք, բացել ենք խառը թթու մեր պատրաստած հողամասից քաղված բանջարեղեններով։ Մինչև ես հացը պատրաստեցի, հարսս տնկեց և ծածկեց 2 մարկ բիբարները, այստեղ էլ ջրել են, մոխիր են լցրել, արդեն մարգերը պատրաստ է սացիլելու, հիմա հարսս կբերի ու կսկսի սացիլելը։
կամանց հողամասը տեսքի է գալիս, գեղեցկանում է, խատուտիկները ծաղկել են գեղեցիկ, դեղին ծաղիկներով, ադուվանչիկները, չենք ուզում մաքրենք, թող ծաղկի նոր, հա? Հեսա կգաք կցի թելը։ Հեսա այսեն սիրուն, կծաղկի, կվերջանա նոր, կգաղենք, այսենց գեղեցիկ, բնության գրկում, սիրելիներս իսկականից, հազիվ ամառ է գալիս, հազիվ տաքացել է օրերը, հələ տեսեք արևը, մի քիչ առաջ ամպամած էր, հիմա արևոտ, ծառերը լավ կանանչել են, շատ լավ։ Ինչա։ Հա, ինչ էլ առնեք, ես շատ ուրախ եմ։ Ահա, հարցս բիբարի համար արդեն մառազելկա է գնում։ Ինչ առնեք, ես շնորհակալ կլնեմ եւ ուրախ։ Կամանց կառնենք։ Սառնարանը ունի մառազելկա, սարցախցիկ, բայց դա բավական չէ, այո, պետք է մի հատ գնենք։ Ահա, հիմա կծածկի սիրելի հետևորդներ ջան, այլ լրիվ հոսաղ ամբողջ մարկ ցույց չեմ տալու, արդեն իմացաք, արդեն գյուղացին լավ գիտեն, ասենց ցույց տամ, դե տեսեք, հերթով փակելով գալիս է։ Արագ, բա Մարինկաս իր մամային նման, արագաշար, գործունյա եւ ամենակարևորը սիրելիներս ըմբռնել գիտի գործին, ոնց մոտենա, ոնց անի, այ դա է ամենակարևորը։ Մանիկ մի հատ մեր հետևորդներին գոնե ձեռով արա, լավ։ Արդեն դեմքդ տեսել են, էլ մի ամոթ արա, ձեռով արա, բարևի ձեռով։ Ասում եմ բարև ձեզ։ Արդեն քիչ ամնում լես 20 տարվա հարց, ամոթ խացությունդ վերջ։ Ահա, սիրելիներս, առաջվա հարցներն են, որ Սարիկոմի ժողովուրդը չեն խոսում հարցի հետ, այնքան ժամանակ, մինչև դրանց ադատներն է չգիտեմ, բայց սովորություն կար այդ ժամանակ, Սարի ժողովուրդը, որ հարց էին գնում կեսրարի հետ մանավանդ չէին խոսում։ Խոսացել է մամատ։ Դե մամատ կեսր, հա, ունեցել այդ վերջի տարիները մահացապապիկ։ Ասում եմ ամոթ մի արա, 18 տարվա հարց է սա արդեն, ասում եմ ամոթ չեմ անում։ Թե ինչ են կամերայից խուսափում սիրելի հետևորդներ ջան, ես չգիտեմ։ Ավելի ճիշտ ես էլ էի մտածել սկզբից, այդպես է էլի։ Կամանց սովորում են։ Հա? Չէ, չենք ասի, շատ լավ ուղիղ, նորոնք ասի, չի ասի։ Շատ լավ, այսենց գծով հավեսին տնկել է, ես շատ ուրախ եմ, թեքել էլի կընդունեմ, որ չեմ անում, չեք թողնում անեմ, չեմ օգնում, ուրեմն պիտի չխոսամ, չէ, սիրելի հետևորդներ ջան։ Ես իրենց ոնց ասած, ոչ թե արտոնություն կարելի ասել, այլ հա, ազատություն եմ տվել իրենց, թող իրենք անեն, արդեն սովորել է հարցս,
Սիրելի հետևորդներ ջան, ինձանից լավ մշակում է, հողից էլ հասկանում է։ Ես այսպես կարող եմ հանգիստ նստել, իրենց հետ վայելել օրը, իրենք տղայիս հետ հարս ու տղաս էլ այսպես սիրուն աշխատեն, արարող են, ստեղծող են, աշխատող են, սիրելիներս, տան համար ամեն մի գնումների համար էլ եմ ուրախանում, որ տան համար էլ եմ ուրախանում, ամեն ինչի մեջ ուրախանում եմ, ամեն ինչի մեջ լավն եմ տեսնում, ամեն ինչի մեջ լավատես եմ, այնպես չի, որ պետք է ընկերականը լինես, իրար հետ կիսվես, ինչ անենք, որ հարսա, ամեն տուն էլ խոսակցություն լինում է, բայց չափի մեջ, մենք էլ մեր աղջկան ուրիշին ենք, չէ հարս տվել, այդ էլ պետք է մտածենք, դրա համար ասում եմ ազատություն, չնայած, նայած հարս, նայած երիտասարդ, ինչպես կընդունի այդ ազատությունը, ոնց կընդունի այդ ազատությունը, դա էլ է, չէ, նշանակություն ունի, կարող ազատություն տաս, արդեն, ոնց որ ասած, էլի նստի ուսերիդ, հիմա կվերջացնեն, մի հատ էլ ծածկելու ժամանակ ցույց կտամ, սիրելիներս, կհանդիպենք, տեսնենք որտեղ ենք հանդիպում, բիբարները սացիլեց, վերջացրեց, սիրելի հետևորդներ ջան, հիմա էլ Բադրջանն է, շարել է հողի մեջ, դեռ չի ծածկել, հիմա կծածկի, Բադրջանն էլ կվերջացնի, նոր ընդհանուր շորով կծածկեն, դա էլ ցույց կտամ, այս պահին այս տեսքը ունեն մեր սացիլները, հիմա արդեն դուգաներն են դնում, սիրելի հետևորդներ ջան, որ ծածկեն Բադրջանները, կարծում եմ, սիրելի հետևորդներ ջան, արժանի են գնահատման, գնահատեք հարսից ես որդուս կատարած աշխատանքը, բաժանորդագրվեք, տարածեք, լայքեք, ձեզ համար դժվար չի, բայց մեզ համար շատ հաճելի է, 10 մետր երկարությունն է, սիրելիներս, 3 մետր լայնքն է, չենք կտրում, կարող ենք մի մետրը կտրենք հանենք, բայց ոչ, չեմ կտրելու, որովհետև, սիրելի հետևորդներ ջան, հետո արդեն, որ բոմյան ծածկեմ, բոմյան մինչև ծաղկելը ծածկում ենք, դե բոմյան բարձր է լինում, շորն էլ պետք է լայն լինի, որ ծածկի, աշխատանքը արդեն սկսվեց, այսօրվա երեկոյան աշխատանքը, արդեն կամանց գեղեցկանում է, հիմա ցույց տամ, այսօր ծաղիկել է սացիլել հարսս, հիշում եք, որ տնկել էի աստրաները ցանե, ծլել էին, այսենց, այ այս շարքով, նստել, որ այստեղ նստենք, ծաղիկները ծաղկեն, գեղեցիկ լինի, հոտավետ մեխակ ունեինք, ցանեցինք, մի պաչկա էր հոտավետ մեխակներից, այս մեխակը 2 ամսից արդեն կծաղկի, համենայն դեպս այդպես էր գրած, այս էլ պակետն է մեխակի, հունիսի վերջ, հուլիսին արդեն կսկսի ծաղկել, մանր, գեղեցիկ մեխակներ է, թղթի վրա էլ նկարած է, ահա, այսենց, մինչև վերջ,
սացիլեց, բայց չհերիքեց, այնտեղ էլ ցանեցինք։ Բարխծի ենք ցանել եւ նորից աստրա։ Տեսեք, ինչքան սիրուն ստացվեց։ Սիրելիներս, բոլոր սացիլները ծածկեցին արդեն շորով։ Տեսեք, ինչքան լավ ստացվեց, գեղեցիկ, ընտիր, տեղը տեղին։ Բիբար, Բադրջանից պրծանք։ Մնաց արդեն կանանչիների լոբիի ցանելը։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հետևորդներ ջան։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ստեսություն, մինչ նոր հոլովակ։